Աստղաբանական կանխատեսումը նշում է 7 նշան, որոնք բացառիկ հաջողություն կունենան ամսվա կեսերին։ Այս ժամանակահատվածի էներգիան նոր հորիզոններ կբացի կյանքի տարբեր ոլորտներում։ Խոհեր։ Կարիերայի և հաղթանակների ժամանակն է։ Խոհերի համար հոկտեմբերի կեսերը մասնագիտական ճանաչման ժամանակահատված կլինի։ Այս ժամանակահատվածի էներգիան կօգնի ձեզ ցուցադրել ձեր առաջնորդական որակները և վճռականությունը։ Ձեր ղեկավարները կնկատեն և կգնահատեն ձեր կարողությունները։ Աշխատանքում կվերադառնա պարզությունը, համարձակ գաղափարները աջակցություն կգտնեն և դժվար թվացող նախագծերը հանկարծակի առաջ կշարժվեն։ Գործընկերները կլսեն ձեր կարծիքները, իսկ մրցակիցները կհեռանան։ Հոկտեմբերի 12-ից 16-ը հատկապես բարենպաստ օրեր են։ Սա պատասխանատվություն ստանձնելու և նախաձեռնողականություն ցուցաբերելու ժամանակն է։ Մի վախեցեք չափազանց վճռական թվալ։ Ձեր վստահությունն այժմ վարակիչ է։ Ցուլեր։ Ֆինանսական աճ և կայունություն։ Ցուլերը նկատելի բարելավում կզգան իրենց ֆինանսական վիճակում, երկար սպասված եկամուտ, շահավետ առաջարկներ և անսպասելի ֆինանսական հնարավորություններ։ Ահա թե ինչ կբերի հոկտեմբերի կեսը։ Սա իդեալական ժամանակ է ֆինանսական հարցերի համար։ Աշխատավարձի վերաբերյալ բանակցությունները լրացուցիչ եկամտի աղբյուրներ գտնելը և ներդրումները լավ կընթանան։ Ձեր ինտուիցիան ձեզ կուղեկցի ճիշտ ֆինանսական որոշումների։ Հոկտեմբերի 14-ից 18-ը ձեր բնական գործնականությունը հատկապես ակնհայտ կլինի։ Դուք կկարողանաք սթափ գնահատել ռիսկերը և կատարել ճիշտ ընտրություն։ Հիմնականը պահը օգտագործելն է և ձեր ներքին բնազդներին վստահելը։ Երկվորյակներ։ Ստեղծագործական վերելք և ոգեշնչում։ Երկվորյակները հոկտեմբերի կեսերին ստեղծագործական էներգիայի ալիք կզգան։ Կհայտնվեն նոր գաղափարներ և հետաքրքիր պատկերացումներ։ Դուք կցանկանաք ստեղծել, փորձարկել և կյանքի կոչել ձեր ամենահամարձակ ծրագրերը։ Այս ժամանակահատվածը բարենպաստ է նրանց համար, ում աշխատանքը կապված է հաղորդակցության, ստեղծագործականության կամ ուսուցման հետ։ Բառերը կազդեն և նախագծերը կաջակցվեն։ Նույնիսկ սովորական առօրյա գործերը կդառնան ոգեշնչման աղբյուր։ Ստեղծագործական ներուժը հատկապես ակնհայտ կլինի հոկտեմբերի 13-ից 17-ը։ Այս ընթացքում արժե զբաղվել այնպիսի առաջադրանքներով, որոնք պահանջում են ոչ ավանդական մոտեցում։ Ձեր բազմախնդիր աշխատանքը խնդիրների աղբյուրից կվերածվի իրական առավելության։ Առյուծներ։ Ճանաչում և սոցիալական հաջողություն։ Առյուծները կարող են ակնկալել ուրիշների կողմից ավելի մեծ ուշադրության շրջան։ Ձեր խարիզման կլինի իր գագաթնակետին և ձեր խոսքերն ու գործողությունները ավելի նկատելի կլինեն։ Սա ժամանակ է հեղինակություն ձեռք բերելու և հասարակության մեջ ձեր դիրքը ամրապնդելու համար։ Սոցիալական կապերը կամրապնդվեն և կհայտնվեն օգտակար ծանոթություններ։ Ձեզ կհրավիրեն այն վայրերը, որտեղ վաղուց եք ցանկացել գնալ։ Կծանոթացնեն մարդկանց հետ, որոնց շփումները կբացեն նոր հեռանկարներ։ Բաց մի թողեք նոր կապեր հաստատելու հնարավորությունը։ Հոկտեմբերի 11-ից 15-ը ձեր հմայքը կլինի լիարժեք զարգացման մեջ։ Օգտագործեք այս ժամանակահատվածը գործնական և անձնական կապեր հաստատելու համար։ Մարդիկ ավելի պատրաստակամ կլինեն հաշվի առնել ձեր խնդրանքներն ու առաջարկները։ Կույսեր։ Ներդաշնակություն ձեր անձնական կյանքում։ Կույսերի համար հոկտեմբերի կեսերը պարզություն կբերի սրտի հարցերում։ Սիրելիների հետ փոխըմբռնումը կհասնի նոր մակարդակի և միայնակույսերը կարող են հանդիպել մեկի, ով կփոխի հարաբերությունների մասին նրանց պատկերացումները։ Սա խորը հուզական հայտնագործությունների և անկեղծ զրույցների ժամանակ է։ Կուտակված, չարտահայտված կասկածները կվերանան, տեղը զիջելով վստահությանը և մտերմությանը։ Հին հակամարտությունները կլուծվեն ինքնուրույն, և նորերը չեն առաջանա։ Հոկտեմբերի 12-ից 16-ը հատկապես ակնհայտ կլինի ձեր զուգընկերոջ հետ համակրանք ցուցաբերելու ձեր ունակությունը։ Սա իդեալական ժամանակ է կարևոր խոստովանությունների և անձնական կյանքում վճռական քայլերի համար։ Ձեր սիրտը ձեզ կուղեկցի ճիշտ ուղու վրա։ Աղեղնավորներ։ Հաջողություն ճանապարհորդության և կրթության մեջ։ Աղեղնավորը հաջողություն կունենա հեռավոր ճանապարհորդությունների և կրթության մեջ։ Պլանավորված ճանապարհորդությունները կգերազանցեն սպասումները, իսկ ինքնաբուխ էքսկուրսիաները հաճելի անակնկալներ կբերեն։ Սա հորիզոնների ընդլայնման ժամանակ է, թե բառացի, թե փոխաբերական իմաստով։ Նոր գիտելիքները հեշտությամբ կգան, իսկ այլ մշակույթների մարդկանց հետ հանդիպելը կհարստացնի ձեր փորձը։ Եթե հետաձգել եք դասընթաց սկսելը կամ ճանապարհորդելը, հիմա ժամանակն է այդ ծրագրերը
կյանքի կոչելու։ Հոկտեմբերի 13-ից 17-ը ձեր բնական արկածախնդրության զգացումը հատկապես ուժեղ կլինի։ Վստահեք դրան։ Այն ձեզ կտանի հենց այնտեղ, որտեղ ձեզ ամենաշատն է պետք եւ որտեղ ձեզ սպասում է ինչ-որ կարեւոր բան։ Ջրհոսներ, հոգևոր աճ եւ ինտուիցիա։ Հոկտեմբերի կեսերին ջրհոսները կզգան արտասովոր մտավոր պարզություն եւ բարձրացված ինտուիցիա։ Ձեր ներքին ձայնը կուղեկցի ձեզ ճիշտ ուղու վրա, առաջարկելով լուծումներ ամենադժվարին իրավիճակներում։ Սա խորը ներթափանցման եւ ձեր իրական ցանկությունների ըմբռնման ժամանակաշրջան է։ Երազները կարող են դառնալ հատկապես վառ եւ իմաստալից։ Լսեք դրանց։ Դրանք կարող են պարունակել կարևոր ակնարկներ։ Հոկտեմբերի 14-ից 18-ը ձեր կապը ձեր ենթագիտակցության հետ կհասնի իր գագաթնակետին։ Սա իդեալական ժամանակ է մեդիտացիայի, ինքնադիտարկման եւ ձեր ներքին տեսլականի զարգացմանն ուղղված պրակտիկաների համար։ Ձեր ստացած բացահայտումները կփոխեն ձեր աշխարհայացքը։ Ժամանակահատվածի ընդհանուր միտումները։ 2025 թվականի հոկտեմբերի կեսերը կլինեն էներգետիկ ակտիվության հատուկ ժամանակաշրջան։ Կենդանակերպի 7 նշաններ կզգան բարձրագույն ուժերի աջակցությունը իրենց կյանքի տարբեր ոլորտներում։ Բոլորը կստանան հենց այն, ինչ իրենց ամենաշատն է պետք։ Այս ժամանակահատվածը տարվա մնացած մասից առանձնանում է իր ինտենսիվությամբ եւ արտադրողականությամբ։ Այս օրերին առաջացող հնարավորությունները կարող են կյանքը փոխել։ Հիմնականը փոփոխությունների համար բաց լինելն է եւ ձեր ներքին բնազդներին վստահելը։ Հոկտեմբերի կեսերի էներգիան նպաստում է համարձակ ձեռնարկումներին եւ կարեւոր որոշումներին։ Մի վախեցեք փոխել եւ փորձել նոր բաներ։ Տիեզերքը նպաստում է նրանց, ովքեր առաջ են շարժվում։ Ձեր քաջությունը 100-պատիկ կպարգևատրվի։ Այս աստղաբանական շրջանի յուրահատկությունը կայանում է իր համընդհանուրության մեջ։ 7 նշաններից յուրաքանչյուրը կգտնի հաջողության իր ուրույն ուղին։ Ոմանց համար սա կլինի կարիերայի նվաճումներ, մյուսների համար անձնական երջանկություն, իսկ մյուսների համար հոգևոր հայտնագործություններ։ Հիշեք, բախտը նպաստում է նրանց, ովքեր պատրաստ են այն ընդունել։ 2025 թվականի հոկտեմբերի կեսերը բոլոր 7 կենդանակերպի նշաններին կառաջարկեն նման հնարավորություն։ Մնում է միայն օգտվել դրանից՝ ի շահ ձեզ եւ ուրիշների։